վերջի մեկնաբանության հետ կարճ ռեպլիկ եմ ուզում անել։ Հիմա մենք շենքն ենք կառուցում, ըստ էության, բայց սկսել ենք 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ հարկից։ Այդ շենքը հիմք չունի։ Հետևաբար, բազմիցս երբ մենք խոսել ենք, թե ինչից պիտի սկսի սա, սկսում է հիմքերից։ Հիմքերը որոնք են։ Նախորդ անգամ մեր պաշտպանները հստակ կերպով ասացին, այն ձայնագրությունների թույլատրելիության սկիզբը, ինչ հիմքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր թե ձայնագրություններ անելու համար։ Սա ամենակարևոր հիմքն է, իսկ մնացած բաներ են առանցքային, որոնց մասին սարքված խոսել եմ, անկեղծորեն ասած նաև հոգնել, բայց դա չի որևէ ձևով սպառում մեզ։ Ես հստակ ասում եմ հիմա, քանի որ այսպես է զարգացել, երբ դուք ասում եք հետագայում կանենք, հետագայում հետ չենք գալու հիմքը սարքելու։ 3-րդ, 4-րդ հարկից իջնելու ենք նոր հիմք սարքենք, չէ։ Պարզ է դա, չի լինելու այդպես, բայց ես հիմա հայտարարում եմ, ինչպես նախորդ դատին եմ նախորդ նիստին ներողություն հայտարարել, ես բացարձակապես այդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ, թող մեկը ապացուցի ինչ-որ ձևով, որ ես եմ, կամ Իգորն է, կամ Տիգրանն է, կամ Հայկն է, կամ Կարոնը, կամ Արթուրն է, կամ Լիդիան է, որևէ մեկը։ Չկա, նման բան չի կարող ապացուցելի լինել։ Ինչքան էլ ուզում է ձայնագրություն ներկայացնել, նախ չի կարող ապացուցելի լինել, թե որ մեկն է դա, ով է ընդհանրապես, եւ երկրորդը չի կարող ապացուցել լինել, որ շատ ողջամիտ կասկածը, որ դրանք մեկը մյուսով սարքված, հավաքված ըստեղից ընդեղից երևույթներ չեն։ Հիմա սա մենք չենք քննում, գնում ենք քննելու ինչ-որ խոսակցություններ։ Է շատ լավ, քննենք։ Ես ասում եմ, որ հիմիկվանից պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ընդեղ չեմ եղել։ Վերջ, հիմա թե ինչ են ապացուցելու, ինչ փաստ են բերելու, չգիտեմ, ես չեմ եղել ընդեղ։ Եթե այս ժողովրդից որևէ մեկը եղել է, թող ասի։ Եթե չկա փորձաքննությունը, չկա այդ բոլոր ապացույցների հաստատումը, ես էլ ասում եմ, որ ես չեմ եղել։ Դե հաստատեք։ Շնորհակալություն։ Ես լսեցի ձեր մտահոգությունները, այդ պարտականությունը յուրաքանչյուր կողմը ապացույցը ներկայացնելիս, պարտականությունը դրված է մեղադրանքի կողմի վրա, մեղադրանքի կողմի ապացույցն է, մեղադրանքի կողմն էլ թող բարենալի ներկայացնի։ Սրա մասին է խոսքը։ Ինչ է ներկայացնում։ Ես ապեր դիպուցը լավ չեմ կարող բացատրել։ Ներկայացնի ինչը, ապացույցն է ներկայացնում, եւ դատարանին թող փորձի համոզել ներկայացած ապացույցով, այն ծավալով, որով որ ներկայացրել է, մեղադրանքը թող փորձի համոզել։ Պաշտպանական կողմն էլ իր տեսակետն է ներկայացել, որը որ դատարանի կողմից ընդունվել է մասամբ, պաշտպանական կողմն էլ իր տեսակետը կներկայացնի, որը որ բավարար չի լինի, պաշտպանական կողմը նորից եմ կրկնում 334 հոդվածի կարգով կարող է միջնորդել եւ քննության առարկա դարձնենք այդ ապացույցների ծավալը լրացնելու։ Այսինքն եթե ինչ հիմքում դրված նշում եք ապացույցների առկա չեք, ես չեմ մերժել, նորից եմ կրկնում կողմի միջնորդությունը, եւս մեկ անգամ եմ կրկնում։ Ես ասել եմ հետեւյալը, դատարանը հետեւյալ որոշումն է կայացրել։ Արգելի դատարանության մասնակիցներ, ապացույցները ներկայացրած այն ծավալը, որ դատարանը սահմանել էր, կներկայացնեք 334 հոդվածի կարգով միջնորդությունները կանեք լրացնելու առումով։ Այդտեղ որևէ բան չկա, ոչ այստեղ հետաձգելը չի նշանակում, որ դա հենց այնպես ուղղակի բան եղավ, վերացվեց։ Ճիշտ հասկացեք, սրա մասին է խոսքը։ Չգիտեմ, կարողացած պարզաբանել որքանով որ հասկանալի է ձեր դիրքորոշումը, ձեր ասածը։ Ես չեմ ուզում էլ երկարել անկեղծորեն ասած, բայց չեմ էլ ուզում վերջնականապես իմ ասելիքը չասել։ Երևի չեմ կարողանում բացատրել։ Իմ ասելիքը հետևյալն է, որ այս ամբողջ գործի մեջ, ծանր մեղադրանքով գործի մեջ, 2 խոսակցություն ավել, 10 խոսակցություն պակաս, 100 խոսակցություն ավել, 50-ը պակաս, բացարձակ
դերակատարություն չունի։ Այստեղ կան էական առանցքային խնդիրներ եւ հարցեր, որոնք լույս են սփռում ամբողջ եղածի վրա։ Սա շատ ծանր մեղադրանքի տակ են մարդիկ դրել։ Եվ մարդիկ առանց ամաչելու սրա մասին խոսում են։ Հիմա դուք կամ մեղադրող կողմը թելադրում եք, որ մտնենք մանր դետալների մեջ ինչ-որ խոսակցությունների, բայց մոռանանք հիմնական մասը, դուք ասում եք հիմնականը տանենք, հետո կքննենք, մանր խոսակցությունները հիմա սկսենք քննել, ախր ես չեմ պատկերացնում, որ այդպես ճիշտ է, դուք եք որոշել, հարց չկա, այդ խոսակցություններն էլ մի բան չեն խորքում։ Հիմնականի ես չեմ ընդհատ, եթե ավարտեցիք, ուզում եմ ասել, դրանք էլ խորքում մի բան չեն, բայց հիմք է տալիս ինձ կոնկրետ ասելու, եթե ես ամենասկզբից ի վեր պատրաստ էի ընդունելու սրանք որպես խոսակցություններ էական ներողություն, սրանք որպես այսպես կոչված ապացույց, որ ես ասում եմ փաստ է միգուցե, բայց ոչ ապացույց։ Հիմա ես տեսնելով, որ իրավական իմաստով որևէ ձևով չեմ կարողանում ներս թափանցել խնդրի էության մեջ, ասում եմ, որ ես չեմ եղել այնտեղ։ Եվ վստահ եմ, որ այստեղ ում հետ են իրենք խոսել, այդ ինչ խոսակցություններ են ընդհանրապես, ամոթ այդ խոսողներին։ Ինչ է դա, ես չեմ այդքան։ Շնորհակալություն, չեմ կարող։ Ավելին ասեմ, դուք նաև չեք ընդունում այդ խոսակցությունները հեն առումով, ձայնագրավորները, մի որոշ դատական մի քանի նիստ առաջ նշեցիք, որ